Պարոն նախագահ, որոշ գնահատականներով այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ խորհրդարանում անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ դուք։ Այսինքն ձեզ ներկայացվում է գործող իշխանության թիկունքը պահելու ուղիղ մեղադրանք։ Ինչու եք դեմ իմպիչմենթին։ Իսկ դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես ուրեմն վստահ եմ։ Այդպես են ներկայանում։ Ո՞վ է ներկայանում։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ոչի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ իմ տպավորությամբ լավ չպատկերացնող թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատականը արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Անկամ տեխնացուն Անկա, հա, 10 օր առաջ ուրիշ կարծիք մի տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զորոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։ Օրինակ, կարող է մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լինել վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք է։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Բայց եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Այդ դրա համար։ Իդեպ բառներ ճիշտ չօգտագործում, խոսք գնում է վստահության քույի մասին։ Ասում են փողոց պիտի հավաքեն, բոլորն են, չէ՞ դա ասում։ Փողոցի ճնշման ճանապարհով հարցը լուծը։ Եթե դու այնպեսի փողոց ես հավաքել, եւ ճնշումդ այնպեսի ուժգին է, որ կարող է 20 հոգի sense հրաժարվել, նույն հրաժարական եք պահանջում։ Անորն է քրակոզը։ Վարչապետը հրաժարական տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կոչվի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման անդուրջ է դա։ Դրա համար մենք չի պատմում այդ պատմության մեջ, հիմա պրակտիկան հայտարարություն արել որոշ կետեր անաշել։ Հիմա եթե մարդկանց հետ արկիրա թող զբաղվեն։ Դա ինֆոպովոդ, այդ ինֆոպովոդը հնարավորություն է տալիս հարցազրույցների, բաների, օքեյ, ճանաչելիությունը ավելացնում ինչ որ մարդկանց, ում քիչ են ճանաչում եւ ովքեր նեղում են նրանից միգուցե։ Գիտեք, ինձ ծանոթ են նաև գնահատականներ հենց մարդկանց, որոնք ընտրել են ձեզ, ձեր գաղափարակիցներն են մեծ հաշվով, որոնք ձեզ մեղադրում են այս փուլում գոնե մի փոքր սեփական վարկանիշի մասին չմտածելու համար եւ գոնե ֆորմալ առումով մի պահ ոչ թե լոգիկ մտածելու եւ խնդիրների էության մեջ կորանալու, այլ զուտ մակերեսային Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ որ մի բան է տեղի ունենում, ես միանում եմ դրան։ Այսպիսի պահանջներ են ձեզ ներկայացնում։ Ես հավատում եմ ձեզ, որ կա երևի նաև իմ կողմնակիցների մոտ մի զանգված, որոնք ասում են դու քանի որ ես պրագմատիզմից եմ խոսում, որ պրագմատիկա նաև սա է։ Ընդունում եմ սա, բայց այդ դեպքում ես չեմ։ Միգուցե ես սկսեմ դա անել մի ավելի մեծ, ասենց ասեմ, հատված իմ աջակիցների ինձանից կհիասթափվի, չգիտեմ։ Հետո դա մի բան լինելու, մի քայլեր են լինելու, որոնք իմ էության հետ sense չեն խոսելու, որոշակի դիսկոմֆորտ ես ներսում կզգամ։ Բայց զուտ պրագմատիկ տեսանկյունից ճիշտ է։